Ամենաշատը մտածում էի աղջկաս, որ իրան մենակ կթողնեմ։ Ես Սյուզաննան եմ, Գագինյան, ապրում եմ աղջկաս հետ Նայիրի հյուրանոցի հանրակացարանում։ Ես ապրում եմ այստեղ Վարձով, արդեն 14 տարի ամուսնալուծված եմ։ Աղջիկը սովորում է Խուլուհամրերի դպրոց։ 3 տարեկան էր արդեն, գրիպ ընկավ, գրիպից հետո իր մոտ երկկողմանի ծանր խլություն, ներվը ինքը լրիվ կծկված է, չորացած է, ոչ մի վիրահատություն, ոչ մի բան չենք կարող անել։ 5 տարի առաջ բարեգործական հիմնադրամով աղջկաս ապարատները ձեռք բերեցինք, հիմա արդեն 5 տարի ու կես անցել է, արդեն ապարատները իր ուժը կորցրել է։ Թույլ է ձայնը տեղ հասնում, էլեմենտն է շատ շուտ նստում։ Հիմա փաստի առաջ են կանգնել, որովհետև ապարատը ժամկետը լրացել է ու նորմալ չի աշխատում։ Հիմա դրա համար պետք է նորմալ ապարատներ կրի, որ ինքը գոնե նորմալ լսի։ Շատ կարևոր է, որ ինքը շարունակի նույն սարքով, որտեղ ակուստիկ համակարգը ընդհանրապես շատ բարդ համակարգ է։ Այդ նենց չի, որ սարքը դրեցիր, ձայնը ուժեղացավ եւ այլն, այսինքն ընկալումը շատ կարևոր է։ Եվ երբ որ երեխան սովորում է այդպիսի սարքին, որ ոչ մի բան իրան չի խանգարում, շրջակա աղմուկները, խշշոցները, շատ ուժեղ ձայները եւ այլն, իսկ այդ ամեն ինչը մշակված է այդ սարքի մեջ։ Ապարատը հանում եմ, մի քիչ վատ եմ լսում, ոչ չեմ լսում եմ։ Ապարատը, որ դնում եմ, օգնում է, որ ես կարողանում եմ լավ լսեմ։ Մեզ մոտ 1 միլիոն հարկավոր է, որ Էլիզայի ապարատները ես ձեռք բերեմ, բայց իրան դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որովհետև եթե այդ ապարատը չեղավ, ինքը չի կարող լսի։ Ինքը աշխարհից կտրվում է։ Տարի ու կես առաջ իմ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, մինչև այդ ես աշխատել եմ, աշխատանք եմ ունեցել, աղջկաս նորմալ կարողացել եմ պահեմ, բավականին գումար էի հավաքել, որ աղջկաս ապարատները ես գնեի, այն էլ պատահական իմ հիվանդությունը հայտնվեց։ Հիմա չեմ կարողանում աշխատել, ոտքերս կապտուկներ առաջանում, չեմ կարողանում քայլեմ, անընդհատ գլխապտույտներ եմ ունենում, ամբողջ օրը թույլ եմ շատ լինում, թե Էլիզայի, թե իմ բժշկական, թե իմ այդ մնացած հարցերին մոտ 3 միլիոն ու կես գումար է հարկավոր, որ կարողանանք ոտքի կանգնել։ Կուզեմ, որ մամա միշտ առողջ լինի, երբեք չհիվանդանա, որ միշտ կողքը լինի։